Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատասխան հարված հասցնել իր թաքնված միջուկային ենթակառուցվածքին Իսրայելի հարձակման դեպքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այսօր իրականացված հետախուզական եւ օպերատիվ գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը կործանիչներին թույլ է տալիս դիմակայել հանրապետության միջուկային ենթակառուցվածքի վրա հնարավոր հարձակմանը, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Թեհրանն ի վիճակի է հետ մղել ցանկացած ագրեսիա համաչափ հարված հասցնելով Իսրայելի թաքնված միջուկային ենթակառուցվածքին։ Մայիսի սկզբին Իսրայելը տեղեկացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Կիևը հունիսի 10-ի գիշերը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, այս մասին գրել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։ Նրա խոսքով գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը տասնյակ անօդաչու թռչող սարքեր են օգտագործել։ Հարվածների թիրախ են դարձել քաղաքի 7 շրջանների օբյեկտները՝ Դնեպրովսկի, Դարնիցկի, Դեսնյանսկի, Օբոլոնսկի, Պոդոլսկի, Սոլոմենսկի եւ Շևչենսկովի։ Մեծ թվով անօդաչու թռչող սարքեր շարունակում են մուտք գործել մայրաքաղաք, ընդգծել է Կլիչկոն։ Նա հավելել է, որ հարձակումների պատճառով հրադադարներ են բռնկվել Կիևի որոշ թաղամասերում, այս ֆոնին քաղաքում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունների աշխատակիցները։ Լոս Անջելեսի ոստիկանությունը միգրանտների վրա հարձակումների պատճառով ցուցարարների դեմ օգտագործել է նռնակներ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ակցիայի մասնակիցներից մեկը ոտքին ռետինե փամփուշտից վնասվածք է ստացել, սակայն լրագրողները ոստիկանների ձեռքերում հրազեն դեռ չեն տեսել։ Հունիսի 10-ի գիշերը ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում կառավարության շենքի մոտ, այն բանից հետո, երբ ոստիկանները սկսել են ցրել մարդկանց, նրանք մի փոքր հեռացել են հավաքի վայրից, սակայն չեն ցրվել։ Ցուցարարների թիվը չի նշվում, սակայն լրագրողները նշում են, որ քաղաքում զուգահեռ մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Կալիֆոռնիայի նահանգը եւ նահանգապետ Կևին Նյուսոմը հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նահանգում ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու համար, հայտնում է RBC-ն։ Հայցում ասվում է, որ Թրամփը հրամայել է ազգային գվարդիային տեղակայվել, չնայած այն ղեկավարող նահանգապետ Նյուսոմի որոշմանը եւ բողոքի ցույցերն օգտագործել է Կալիֆոռնիայի նահանգի ինքնիշխանությունը խախտելու համար։ Դատավարության մեջ բացի Թրամփից մեղադրյալներ են Պենտագոնը եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Թրամփը բազմիցս օգտագործել է արտակարգ իրավիճակների լիազորությունները գերազանցելու օրինական գործադիր իշխանության սահմանները։ Հունիսի 7-ին նա օգտագործեց բողոքի ակցիան, որը վերահսկվում էր տեղական իշխանությունների կողմից, իրականացնելու հերթական աննախադեպ իշխանությունը, այս անգամ Կալիֆոռնիա նահանգի ինքնիշխանության գնով, ասվում է փաստաթղթում։ Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում սկսվել է թալանը, որում ներգրաված են մարդիկ, ովքեր բողոքում են Սպիտակ տան ներգաղթային քաղաքականության դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Լրագրողների տեղեկություններով Երևանի ժամանակով մոտավորապես առավոտյան 8-ին ցուցարարները, որոնց նախկինում ցրել էին ոստիկանները, կրկին հավաքվել ու հարձակվել են հարակից խանութների վրա։ Ցուցարարների մի մասը ներխուժել է խանութ, իսկ մյուսները սկսել են պղծել հուշարձաններն ու ենթակառուցվածքները։ Նշվում է, որ ուժայինները չեն միջամտում տեղի ունեցողին։ Ռուսաստանը կոչ է անում կոնտեքստից չկտրել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պետք չէ գոյություն չունեցող թեզեր հանել կոնտեքստից եւ տեղերով փոխել բառերը, տալով դրանց բոլորովին այլ իմաստ, նշել է դիվանագետը։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է, որ Մեդինսկին խոսել է պատմական ասպեկտի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների եւ մարդկանց ցավի մասին։ Հիշեցնենք, ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական կարգավորման համատեքստում բերել էր Լեռնային Ղարաբաղի օրինակը։ Նա նշել էր, եթե ամբողջ ռազմաճակատի երկայնքով հակամարտությունը դադարեցվի, կկնքվի ինչ-որ տեսակի զինադադար։ Այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Ի պատասխան սրա, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարել էր. մենք խորհուրդ ենք տալիս պարոն Մեդինսկուն զերծ մնալ միջպետական հարաբերություններին վնաս հասցնելուց։ Նման սխալ հայտարարություններ անելով իր լիազորությունների շրջանակից դուրս հարցերի վերաբերյալ։
Քեսնա 414 թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մոտակայքում։ Հաղորդում է Reuters-ը հղում անելով ԱՄՆ ափային պահպանության մամուլի ծառայությանը հարավ-արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Գերատեսչության տվյալներով ինքնաթիռում եղել է 6 մարդ։ Հայտնի է, որ երկշարժիչ Քեսնա 414-ը վթարի է ենթարկվել Պոինթ Լոմա տարածքից մոտավորապես 3 մղոն դեպի արևմուտք, որոնողական գործողություններին մասնակցում են ափային պահպանության մաքսային եւ սահմանային պաշտպանության, ինչպես նաեւ Սան Դիեգոյի ոստիկանության եւ փրկարարական անձնակազմը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել համաձայնագրերի նախագծերին, որոնք կհեշտացնեն ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ։ Բելարուսի ղեկավարն այսօր ստորագրել է ԵԱՏՄ-ի եւ Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախագիծը, ինչպես նաեւ ստորագրել է ԵԱՏՄ-ի եւ ԱՄԷ-ի տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի նախագծի տակ։ Համաձայնագրերի նախագծերի շուրջ բանակցություններ վարելու եւ դրանք ստորագրելու համար լիազորված է կառավարությունը, հայտնել են Բելարուսի նախագահի մամուլի ծառայությունից։ 4 տարի անց վերջնականապես ավարտվել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը պսակվել է հաջողությամբ։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։ Բացառիկ մարդ շատերի կյանքը փրկած հրաշագործ Չարչյանը չի ազատազրկվի, ասել է նա։ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմականունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման բարձրագույն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման մարտական հերթապահության ներգրավման նպատակով։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Միրզոյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման մասին համաձայնագիրը, հայտնում են այս մասին արտաքին գործերի նախարարությունից։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որով կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը ազգային սահմաններից անդին, որպես կայուն զարգացման ապահովման Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվել է 18 երկրի կողմից եւ ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել 134-ի։ Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18 վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ։ Ինչպես է իշխանությունը միջամտելու կաթողիկոսի ընտրությանը, Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցին պատասխանել է ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա համեմատական է անցկացրել իշխանությունների կողմից կաթողիկոսի դեմ ձեռնարկված գործընթացի եւ հոկտեմբերի 27-ի միջև։ Արդյոք մտածել է այս ոլորտ ներխուժող անձը, թե ինչու հենց կաթողիկոսի ընտրության օրը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, հենց ընտրության պահին։ Արդյոք իր նման աշխարհիկ իշխանությունները առանց ցուցադրականության չէին փորձել միջամտել հոգևոր ոլորտի կյանքին։ Ես արդյոք հարցը տալիս եմ հռետորական հարց է, ես գիտեմ պատասխանը։ Այնպես որ կնախընտրեի, որ այդ թեմայով մենք չխոսեինք, Նիկոլ այն մարդը չէ, որ որևէ հաստատության կամ որևէ անհատի բարոյական կերպարի մասին խոսի։ Այստեղ խոսքը այնքան բարոյական կերպարի մասին չէ, ինքը բացահայտում է այդ ոլորտում առկա ինչ-որ թերացումներ եւ այլն։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Ամիրխանյանի հունիսի 5-ի դիմումի հիման վրա վերջինիս զբաղեցրած պաշտոնից ազատման հրաման է ստորագրել։ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրային բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հաղորդել է Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին։ Քննարկումների մեկնարկի փաստը հաստատել է նաեւ Սինհուա գործակալությունը։
Չինական կողմը ներկայացնում է Չինաստանի ժողովրդական հանրապետության փոխվարչապետ Հե Լիֆենը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լատնիկը եւ ԱՄՆ առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը։ Պեկինի եւ Վաշինգտոնի միջև առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է Ժնևում մայիսի 10-ից 11-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Շվեյցարիայում կայացած այդ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են մասնակիորեն նվազեցնել փոխադարձ մաքսատուրքերը, որոնք մինչև մայիս գերազանցել են 100%-ը։ Հունիսի 5-ին Չինաստանի նախագահ Սի Ցինպինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ու պայմանավորվել հնարավորինս շուտ անցկացնել առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլը։ Եթե Ուկրաինան խաղաղություն ցանկանար եւ ինքնուրույն որոշումներ կայացներ, ապա Մոսկվայի եւ Կիևի միջև խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել 2022 թվականի փետրվարի 28-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական եւ ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Եթե Ուկրաինան ցանկանար, եթե պատրաստ լիներ, եթե որոշումներ կայացներ իր համար, ապա մենք կարող էինք խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականի փետրվարի 28-ին, առաջին հանդիպման ժամանակ, ասել է Մեդինսկին Russia Today-ի եթերում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ իրավապահների տեղում, ապա կձերբակալեր Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Ես դա կանեի, եթե ես լինեի Թոմը, ասել է Թրամփը, մեկնաբանելով նահանգապետի եւ Թոմ Հոմանի միջև հակամարտությունը, որը վերահսկում է վարչակազմում սահմանային հսկողությունը եւ անօրինական ներգաղթյալների արտաքսումը։ Նյուսոմը նախկինում հրապարակավ քննադատել էր Հոմանին, ինչը Թրամփի արվել է բացառապես քաղաքական PR-ի նպատակներով։ Ինձ դուր է գալիս Կևին Նյուսոմը, նա լավ տղա է, բայց նա բացարձակապես ոչ կոմպետենտ է, դա բոլորը գիտեն, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նաև խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում անկարգությունների մասնակիցներին, դրանք անվանելով պրոֆեսիոնալ հրահրողներ եւ անկարգություններ։ Սրանք վատ մարդիկ են, նրանք պետք է բանտում լինեն, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Թեհրանը պնդում է, որ իր տրամադրության տակ ունի Իսրայելի միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթեր։ Այդ մասին Կիրակի հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը, գրում է Euronews-ը։ Նախարարի խոսքով իրանական հետախուզությունը ձեռք է բերել հսկայական քանակությամբ փաստաթղթեր, որոնք պարունակում են գաղտնի տեղեկատվություն Իսրայելի միջուկային օբյեկտների, պաշտպանական կարողությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ հրեական պետության հարաբերությունների մասին։ Խաթիբն արխիվն անվանել է գանձ, որը կբարձրացնի Իրանի հարձակողական կարողությունները։ Նա նաև ասել է, որ փաստաթղթերի մի մասը մոտ ապագայում կհրապարակվի։ Euronews-ը հիշեցրել է, որ 2022 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Խաթիբի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել կիբերտեսանելիության մեջ ենթադրյալ ներգրավվածության համար։ Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայել Բրոդսկին հայտարարել է, որ Իսրայելը զենք է փոխանցել Ուկրաինային, չնայած տարածված կարծիքին, թե Թել Ավիվից ռազմական օգնություն չի եղել։ Ըստ Նովոստի Ուկրաինիի դիվանագետը դրա մասին հայտնել է Մարիչկա Դոբենկոին։ Պատրիոտ համակարգերը, որոնք մի ժամանակ ստացել էինք Միացյալ Նահանգներից, այժմ Ուկրաինայում են։ Դրանք իսրայելական համակարգեր են, որոնք Իսրայելի սպառազինության մեջ էին 1990-ականների սկզբին։ Մենք համաձայնեցինք դրանք փոխանցել Ուկրաինային եւ ցավոք դրա մասին շատ բան չասվեց, բայց երբ ասում են, որ Իսրայելը ռազմական օգնություն չի ցուցաբերել, այդպես չէ, դա ճիշտ չէ, ընդգծել է դեսպանը։ Ֆրանսիայի իշխանությունները փորձել են համոզել պաղեստինամետ ակտիվիստներին, որոնց նավը իսրայելական իշխանությունները կանգնեցրել էին միջերկրական ծովում, չմեկնել Գազայի հատված, երկուշաբթի օրը հաղորդել է BFM TV-ին։ Կառավարությունը հայտարարում է, որ զգուշացրել է եւ փորձել է տարհամոզել առաքելության մասնակիցներին, այդ թվում Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանին եւ ակտիվիստ Գրետա Թունբերգին։ Ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ, Փարիզը նաեւ հայտարարել է, որ կապի մեջ է Իսրայելի իշխանությունների հետ ցանկացած միջադեպ կանխելու համար։ Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլոկները անտեսել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից Կիևի ահաբեկչական հարձակումների մասին ուղարկված նյութերը։ Ի պատասխան նա պարզապես հայտարարել է, որ Ուկրաինայում ֆաշիզմ չկա։
Կիևում ֆաշիստական ռեժիմ չկա, ասել է Գլոկները։ Հունիսի 7-ին Վոլոդինա Գլոկներն եւ Գերմանիայի խորհրդարանի 5 քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղարկել էր Կիևի կողմից Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական օբյեկտներին հարվածների վերաբերյալ նյութեր։ Իր ելույթում Պետդումայի նախագահը մատնանշել է ուկրաինական իշխանությունների կողմից Ռուսաստանում քաղաքացիական անձանց դեմ ուղղված անօրինական գործողությունները։ Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու ուղղությամբ։ Հերթական հայտարարությունն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոչ անելով կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպել։ Նա մասնավորապես նշել է. Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ, որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ, մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր, նշել է Փաշինյանը։ Կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ խոսել է աշխարհիկ իշխանությունների եւ եկեղեցականների միջև լարվածության մասին։ Նա կարծում է, որ կաթողիկոսին փոխել հնարավոր չէ։ Հասարակությունը համանման ճգնաժամերից կարողանում է դուրս գալ այն դեպքում, երբ որ նա կարողանում է իր միասնականությունը պահպանել։ Հիմա, երբ որ ընթանում է հակադարձ ուժագծերի վրա այսպիսի շարժում, դա կարող է առաջացնել խզված հասարակությունը աստվածաշնչյան տող է, որ պառակտված թագավորությունը չի ապրելու։ Եկեղեցին նորից են կրկնում տարանջատված է իշխանությունից, նա չի կարող տարանջատված չլինել, որտեղ նորից են կրկնում, նա համաշխարհային կառույց է եւ ոչ թե ներհանրապետական որևէ կառույց։ Կլինի դա հասարակական կազմակերպություն, ինչ կլինի դա ներհանրապետական մի բան է։ Հայոց առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է եւ այս տեսակետից ասենք սեղմել այդ զսպանակները ցած դա հնարավոր չի առայժմ։ Այսօր վաղը մյուս օրը փոխվում է հազար ու մի բան, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր երկրում եկեղեցին աշխատում է մնալ պահպանողական։ Եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որն Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի հետ գրավել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի։ Այս մասին ըստ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Եթե հակամարտությունը դադարեցվի ճակատային գծի երկայնքով եւ իրական խաղաղություն ձեռք չբերվի, ուղղակի ինչ-որ զինադադար կնքվի, ապա դա կլինի, գիտեք, վիճելի տարածաշրջան կար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Ամերիկյան Russian Today լրագրող Ռիկ Սանչեսի էֆեկտը շոուի հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մեդինսկին։ Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվեն։ Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել եւ ճանաչել նոր տարածքները, հավելել է Մեդինսկին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Դաշինքի երկրների ղեկավարների խոստումը ապագայում Ուկրաինային իրենց շարքեր ընդունելու վերաբերյալ ուժի մեջ կմնա։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։ Մենք ասացինք, որ դեպի ՆԱՏՕ այս ուղին անշրջելի է եւ այս գնահատականը գաղափարժողովից հետո չի փոխվի, ասել է նա։ Միաժամանակ նա նշեց, որ այս հարցը կարող է չարտացոլվել Նիդերլանդներում Դաշինքի գաղափարժողովից հետո հրապարակված հաղորդագրության մեջ։ Եթե սա հաղորդագրության մեջ չէ, ապա դրանում ոչ մի վատ բան չկա, ասել է Ռյուտեն։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Կիևին ռազմական օգնություն տրամադրելու եւ Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորում փնտրելու ցանկության բացակայության համար։ Բայդենի վարչակազմի օրոք դա խելագարություն էր։ Նրանք այնքան շատ գումար ծախսեցին ամբողջ աշխարհում, բայց ընդհանրապես դիվանագիտությամբ չզբաղվեցին։ Նրանք $300 միլիարդ ուղարկեցին Ուկրաինային, բայց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երբեք չի ստիպել Կիևին դիվանագիտական լուծում։
ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը փորձում է լուծել ուկրաինական հակամարտությունը։ Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու Միացյալ Նահանգների առաջարկին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ Իրանի պատասխանը Միացյալ Նահանգների գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է եւ կփոխանցվի առաջիկա օրերին։ Նրա խոսքերն է մեջբերում իրանական Թանսիմ լրատվական գործակալությունը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների 5-րդ փուլը Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդին, որը միջնորդում է կողմերի միջև, հայտնել է, որ որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց է գրանցվել։ Հունիսի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարեց, որ ԱՄՆ հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիտքոֆը Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն եւ ընդունելի առաջարկ։ Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն, ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Օրբանի խոսքով Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը լուրջ խնդիրներ կառաջացնի համայնքի համար։ Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է։ Եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, պատերազմ կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի միջև։ Այս անդամակցությունն այժմ անհնար է։ Սա է աշխարհաքաղաքական իրականությունը, ընդգծել է Օրբանը։ Հունիսի 8-ին Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 2 ոստիկան։ 2 մարդ մոտոցիկլետներով փորձել են ճեղքել պատնեշը։ 2 ոստիկան տուժել է մոտոցիկլավարների կողմից հարվածից հետո։ 2 վարորդներն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում։ X-ում հայտնել է տեղական ոստիկանությունը։ Իրավապահ մարմինները փորձում են Լոս Անջելեսի գլխավոր մայրուղին ազատել երթևեկության համար, որի մի հատվածը փակվել է ցուցարարների կողմից։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով ցուցարարները բախվում են ոստիկանների հետ, նրանց վրա շշեր եւ քարեր նետելով։ Անկարգությունների մասնակիցները հրկիզել են առնվազն 5 մեքենա։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ցրացումը պայմանավորված է դաշնային կառավարության գործողություններով, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Կալիֆոռնիայի ազգային գվարդիա ուղարկելու որոշմամբ։ Միացյալ Նահանգների Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Old Shelbyville ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում։ Ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում ըստ գնահատականների եղել է 16-ից 20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Քոֆի շրջանում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը, որում մասնավորապես ասվում է. Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 падգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում ազգային ժողովում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման։ Ասված է հայտարարության մեջ։ Հունիսի 8-ին Գյումրիում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։ Սրբազան պայքարի առաջնորդը հանդես է եկել ելույթով։ Նա նշել է, որ եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ։ Եկեղեցի եւ պետություն հարաբերությունների աղջատում գոյություն չունի, որտեղ եկեղեցին հենց այդ պետության եւ պետականության համար պայքարած բացարձակ հազարավոր տարիների ինստիտուտն է, համակարգն է։ Եթե մի պահ չանդրադառնա իր հոգևոր առաքելությանը, երկրորդը այդ աղջատումը տեղի ունենալ պատճառով, որ ժամանակի կառավարիչները համապատասխան եւ այս պրոբլեմա ներկայիս ցանկանում են ենթարկեցնել իրենց բոլոր ծրագրերը իրականացնելու, որը բակերում
անկարելի է ունենալ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կրկին հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Նա հարցաքննվել է զինվորական պաշտոնեական անփութության, մարդ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Շահրամանյանն այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ եւ կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա նրա ազատ արձակումն ապահովելու համար։ Ազատության նավատորմը, որի մեջ է մտնում նաեւ Մադլեն նավը, որով Թունբերգը եւ այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ Մեզ միջազգային ջրերում բռնագրավել եւ առևանգել են իսրայելական օկուպացիոն ուժերը կամ Իսրայելին աջակցող ուժերը։ Ես կոչ եմ անում իմ ընտանիքին եւ ընկերներին ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա, ինձ եւ մյուսներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար, ասվում է Թունբերգի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները բարձրացել են Մադելային նավ, սակայն նավի հետ կապը կորել է։ Ավելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների եւ ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի, ասել է Ալուշը Ալ-Իխբարիա հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով մայիսին մոտ 90,000 մարդ է վերադարձել Սիրիա։ 2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ եւ մտան Դամասկոս։ Դեկտեմբերի 8-ին Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիայի նախագահի պաշտոնը եւ լքեց երկիրը։ ԱՄՆ-ն քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է Times of Israel թերթը, հողում անելով ամերիկյան աղբյուրներին։ Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացել UNIFIL-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում, գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ UNIFIL-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով եւ ԱՄՆ-ն կարող է վետո դնել հաջորդ բանաձևի վրա, որը պետք է ներկայացվի օգոստոսին։ Jerusalem Post-ի փոխանցմամբ ԱՄՆ-ն արդեն որոշել է քվեարկել UNIFIL-ի մանդատը երկարաձգելու դեմ։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ UNIFIL-ը պետք է դադարեցնի գործողությունները Լիբանանի հարավում, գրում է թերթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների։ Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից ի պատասխան Թրամփի վարչակազմի կողմից դաշնային ֆինանսավորման հնարավոր զանգվածային կրճատումների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հունիսի 8-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում քաղաքը տեղակայվի ազգային գվարդիայի 2000 զինծառայող։ Նրանք ցուցարարներ չեն, նրանք վարձատրվում են անկարգություններ հրահրելու համար, գրել է Թրամփը իր սոցցանցերի էջում։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում հունիսի 10-ից 3-ը, 12-ից 15-ի երեկոյան եւ 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հունիսի 11-ին, 12-ից 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 10-ից 3-ը, 11-ից 13-ի կեսօրից հետո, 14-ի եւ 15-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 11-ից 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ից 3-ը կնվազի 2-ից 3, հունիսի 11-ից 14-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։